Իմ հարցը վերաբերում է հայտարարագրման ներկայացնում, այսօր վերջի օրն է, դուք ասում եք բոյկոտել, բայց նաև իշխանությունները նշում են, որ եթե անգամ հայտարարագիր մարդը չմտնի համակարգում, որևիցե գրառում նշում չանի, այնուամենայնիվ այդ հայտարարագիրը ինքը արդեն դրասված է համարվելու, որովհետև ՏԿ-ը իր համակարգում ունի արդեն տվյալ անձի տվյալները։ Հիմա բազմաթիվ մարդիկ կան, որոնք չեն մտել եւ չեն դրացրել այդ հայտարարագիրը, բայց այդ հայտարարագիրը վաղը արդեն ըստ էության ավտոմատ ներկայացված է լինելու։ Այս դեպքում բոյկոտը ինչու է կայանալու։ Ես վստահ չեմ, որ վաղը արդեն ներկայացված է լինելու, դուք խոսում եք մի այսպես տեղեկատվության մասին, որը Պետեկամուտների կոմիտեի մոտ կա, այսինքն վարձու աշխատողների աշխատավարձի վերաբերյալ ներողություն գոյություն ունի Պետեկամուտների կոմիտեում անհատական հաշվառման տեղեկատվություն, այսինքն դա վերել հայտարարագրի մեջ ընդհանրացնել անիմաստ գործողություն է Եվ ընդհանրապես այդ հայտարարությունը վերաբերվում է իրենց հետ քայլի եւ իրենց գործողության տապալումը չընդունելու ընդհանրապես ուրիշ բան այստեղ գոյություն չունի։ Բոյկոտը վերաբերվում է հետեւյալին, որպեսզի չտրվեն այդ խաբեություններին եւ ՊԿ-ը ասում է այնուամենայնիվ դա համարվում է ներկայացված հետեւաբար դուք մտեք ստորագրեք, եթե որևէ մեկ այս 730,000 քաղաքացին ուզում եք սոցվճար ստանաք, միայն այդ դեպքում մտեք ստորագրեք։ Սոցվճար ստանաք, թե սոցիալական կրեդիտ։ Սոցիալական այդ քեշբեքերի մասին խոսքը ասում եմ, եթե դա չեք ուզում ստանալ քեշբեքը։ Ես դա խոսքի մեջ նշեցի։ Մտնեք եւ ստորագրեք, այսինքն ինքնաշխատող Հավատացեք, շատ քիչ մարդ կա Հայաստանի Հանրապետությունում, որ ունի ուսանող զավակ եւ դեռևս չի ստացել 100,000 դրամ սոցիալական կրեդիտները ու չի ներկայացել հայտարարագիր։ Գրեթե բոլորը արդեն ներկայացել են։ Շատ քիչ մաս կա, նորից եմ կրկնում, որ չի ներկայացել։ Հետևաբար պետք չի մտնել եւ ստորագրել, պետք չի մտնել եւ փոփոխության ենթարկել դա։ Խոսեցինք հարկային, ուրեմն ինքնահայտարարագրման սկզբունքից եւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքից։ Եթե դուք մտնում եք եւ ստորագրում եք, նշանակում է դուք ինքներդ ձեր համաձայնությունը տվել եք եւ դուք ինքնուրույն եք ձեր հարկերը հաշվարկել եւ վճարել։ Դա նշանակում է, որ պատասխանատվության կենթարկվեք դուք։ Եթե ՊԿ-ի կողմից օրենքի ուժով համարվում է ներկայացված, դա համարվում է նաեւ հարկային սկզբունքների խախտումով, այսինքն յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի խախտումով ընդունած հայտարարագիր, հետեւաբար ձեզ որևէ մեկը դրա համար չի կարող պատասխանատվության ենթարկել։ Հիմա մարդկանց մոտ հարց է առաջանում, ասում են, դե եթե համարվում է ներկայացած, եկեք մենք ստորագրենք, ինչու չենք ստորագրում։ Տեսեք, վտանգի ինչումն է կայանում։ Թվում է, թե որևէ տեսակ այդպես մարդը վտանգ չունի ավելհարկ վճարելու, բայց որևէ մեկը իր բանկային քաղվածքը չի ուսումնասիրել եւ տեսել տարեկան կտրվածքով բացի աշխատավարձից այլ գումար նստել է թե չէ։ Օրինակ, պարտքով միմյանց փող փոխանցել են թե չէ, որ գնացել են ընդմիջում են իրականացրել ընկերներով, հետո ինչ որ մեկը վճարում է կատել, մնացած բոլորը բաժանել են թվակազմի վրա, փոխանցել են վճարող ընկերոջ քարտին։ Այդպիսի եկամուտները հաշվառած են, այսինքն արտացոլված են քաղվածքում թե չէ։ Եթե արտացոլված են, դրա վերաբերյալ պայմանագիր կնքված է թե ոչ։ Եթե մարդը այս հարցերի պատասխան չունի եւ ինքը ասում է, դե գիտեք, մեկը համարվելու է ներկայացած, մենք ներկայացնենք, ոչ, հակառակը պետք չի ներկայացնել, որպեսզի դուք պատասխանատվությունից խուսափեք։ Հենց դուք մտակ ներկայացրեցիք եւ ձեր էլեկտրոնային ստորագրությունով հաստատեցիք, սա միանգամից նշանակելու է, որ դուք ինքնահայտարարագրման սկզբունքով առաջնորդվել եք, ինքնուրույն եք հաշվարկել եւ վճարել ձեր հարկերը եւ պատասխանատվությունը կրում եք դուք։ Մյուս պարագայում ՊԿ-ը պետք է կրի պատասխանատվություն, որովհետեւ սկզբունքի խախտում է տեղի ունենում։ Եթե ես չեմ ներկայացել, ինքին չի կարող դրա համար պատասխանատվության ենթարկի։ Դու ես ներկայացել, դե դու էլ պատասխանատվության ենթարկվի։